Պատգամը, որի մասին ուզում եմ այսօր խոսել, կխնդրեմ, որ բարձրանա էկրանի վրա, եք միասին նայենք, Բեթխեհեմի աստղը, աշխարհի ամենահայտնի աստղի առեղծվածը, այսօր խոսելու ենք այդ մասին, աշխարհի ամենահայտնի աստղի առեղծվածը, այսօր խոսելու ենք այդ մասին, դուք շատ եք լսել Բեթխեհեմի աստղ, այո, Փայլեց եւ այլն, այդ ինչ է, ըս մանկական կարող ինչ որ մեկը բացատրություն տա, բայց մենք հիմա նայելու ենք այդ աստղի, աշխարհի ամենահայտնի աստղի առեղծվածը։ Ինչ է իրանից ներկայացնում այս աստղը։ Հիմա կարող ինչ որ մեկը հարցնել, իսկ դուք կարող եք բացահայտել Բեթխեհեմի աստղի առեղծվածը, եթե դա եղել է իրականություն, այո, ինչու կարող եմ բացատրել, որովհետև ունեմ Սուրբ Գիրք։ Ամեն Այս պատճառով կարող եմ բացատրել, շատ լավ, քանի որ երբ խոսում ենք աստղ, անպայման հիշում ենք, որ դրա կողքին պետք է կանգնեցնենք մոգերին, ապա մինչև մոգերին կանցնենք, որովհետև պատմությունը իրենցով է սկսվում, մի հատ ուզում եմ սենց հետաքրքիր բան խոսենք, մոգերը, որոնք այդ ժամանակին համարվում էին չափից դուրս լուրջ մարդիկ էին իրենք համարվում էին իմաստուն, մոգերն ապրում էին թագավորական պալատներում եւ թագավորների խորհրդականներ էին, թագավորներին էին մոգերը խորհուրդ տալի, քանի մարդը հիշում ծննդոց գրքից, երբ Մովսեսը 10 պատուհասներ Աստված Մովսեսի միջոցով արեց, փարավոնը կանչեց մոգերին, բայց այստեղ մի կարևոր բան եմ ուզում, մենք տարանջատենք իրարից լավ, ասում են, որ մոգերը իմաստուն են, ուստի այդ իսկ պատճառով ուզում եմ մեկ վայրկյան կանգ առնել այս կարևոր հատվածի վրա, դուք տեսնում եք տարբերություն խելացի մարդու եւ իմաստուն մարդու միջև, թե երկուսը ձեզ համար նույնն են։ Եկ միասին նայենք ինչ է, եկ ես խոսենք միասին, տեսնենք ինչ է իրանից ներկայացնում խելացի մարդը։ Գիտեք խելացի մարդը նա է, ով իր կյանքի ընթացքում ձեռք է բերել գիտելիքներ, կարդացած մարդ է, գիտելիքները ձեռք բերել, ասում եք, չէ, ինչ կարդացած մարդ է սա։ Բայց դու չես ասում նա ինչ իմաստուն է, ասում ես կարդացած մարդ է, կարդացած է, գիտելիքներ է ձեռք բերել եւ այդ գիտելիքների հիման վրա կարող է խոսել, աշխատել եւ ապրել, այս մարդուն կանվանում խելացի մարդ։ Բա որն է իմաստուն մարդը։ Իմաստուն մարդը խելացից մի քանի մակարդակ ավելի բարձր է, որովհետև նա ունի կյանքի փորձ, նա ունի վերին իմաստություն, եւ գիտեք ինչու՞մ նա նրա իմաստությունը կայանում։ Ոչ մենակ որ կյանքի ընթացքում ինքը շատ փորձ է ձեռք բերել, այլ նա նաեւ գիտի որտեղ խոսել եւ որտեղ լռել։ Գիտեք մարդ կա կարող է դառնալ 60, 70, 80, այտենց է չիմանա երբ խոսա, երբ լռի։ Հոբը մի բան ասաց ձեռքս դնեմ բերանիս, թող լռություն սեպվի իմ չխոսալը, դա կլինի իմաստություն տիրոջ առաջ, քանց թե ամենակարող է առաջ ինչ ասես խոսեմ, այսինքն ձեռքս դնեմ բերանիս, որ լռությունս իմաստություն սեպվի, իմաստուն մարդը գիտի երբ լռի եւ երբ խոսա, կամ մեկը որ ասեց այո, համաձայն եք սրա հետ, ինչքան անգամներ մենք պիտի լռեինք, խոսել ենք, պիտի չլռեինք, խոսեցինք, միշտ ենք խոսում, մի խոսքով, ալելույա, շատ խոսալը ունայնություն ունի իր մեջ շատ խոսքերը, ասում է իմաստուն մարդը տարբերվում է խելացիից նրանով, որ նա գիտի, որ կարող էր այս պահին խոսել, բայց լռեց, որովհետև որ լռեց, սիտուացիան փրկեց, այո, լավ, սա խելացի եւ իմաստուն մարդու մասին, բայց հիմա եկ գնանք իմաստուն մոգերի հետքերով եւ տեսնենք ինչ են մեզ այս մոգերը բացատրելու կամ բացահայտելու ներողություն։ Ես երեկոյան մեկ անգամ եւս ամբողջովին ուսումնասիրել եմ 4 ավետարանիչներին եւ միայն Մատթեոս ավետարանիչն է, որ երկրորդ գլուխը ամբողջովին նվիրել է Քրիստոսի ծննդյան որոշակի մանրամասնություններին, էլի շատ չէ, բայց ավելի շատ։ Մարկոսը ընդհանրապես չի խոսում Հիսուսի ծննդի մասին, Մարկոսի գիրքը բացվում է եւ Հիսուսն արդեն աշխատում է։ Մարկոսը դետեկտիվ ավետարանիչ է, նա այնքանով է դետեկտիվ, որ հենց սկսում է մի քանի րոպե հետո ապրծնում է իր ավետարանը, արագ 15-16 գլուխ ընդամենը, բայց Մատթեոսը լավ երկար խոսում է, Ղուկաս ավետարանիչը նույնպես մի ակնթարթ է խոսում, Հովհաննեսը նույնպես չի խոսում, այդ այս պատճառով ես ընտրել եմ խոսել Մատթեոսից, ինչու եմ ընտրել, որտեղ Մատթեոսը տալիս է ավելի շատ տեղեկություն ծննդյան մասին, սակայն մեկ ուրիշ պատճառ կա, որ ինչու եմ ընտրել։ Գիտեք, քանի ավետարանիչներ ունենք, 4 Ամեն մի ավետարանիչը Հիսուսին մի ձև է ներկայացրել, գիտեք։ Օրինակ Մատթեոսը
հրիալասարանին է ներկայացրել Հիսուսին եւ ներկայացրել է որպես թագավոր, որովհետեւ ամենտեղ մարգարեություններում հрьяաները գիտեին, որ գրված է, որ ծնվելու է Մեսիան, թագավորը եւ այլն, չէ՞ որ Եսայի 9, երբ որ կարդում եք մեզ մանուկ ծնվեց, իմ խաղաղության իշխան եւ այլն ասում եք, այսինքն իրանք գիտեին, որ երբ որ խոսքը գնում է թագավորի մասին, դա Մեսիան է։ Մարկոսը Հիսուսին ներկայացրել է որպես ծառա։ Ինչու՞, որովհետև Մարկոսի լսարանն էին հույներ, որոնք չէին կարող ընդունեին, որ Մարկոսը Հիսուսին թագավոր ներկայացրել, դա դուր չէր գալիս Հերովդեսին։ Դրա համար Մարկոսը Հիսուսին ներկայացրել է ծառա, որ կրքեր ընդեղ հանգստանան։ Հովհաննեսը ներկայացրել է Հիսուսին որպես Աստծո այո, Ղուկասը Հիսուսին ներկայացրել է որպես Մարդի որդին չեկավ աշխարհը դատելու, ապա եկավ աշխարհը փրկելու, ներկայացրել է որպես նաև փրկիչ։ Ուզում եի սավակի իմանայիք, որ 4 ավետարանիչները ինչպես են ներկայացրել Հիսուսին, եւ ահա մենք մոտենում ենք Մատթեոս ավետարանին, որ ով Հիսուսին ներկայացրել է որպես թագավոր ըստ մարգարեական գրքերի։ Եվ այսպեսով իմաստուն մոգերի ուրեմն հետքերով են գնում։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մոգերը ապրում էին թագավորական պալատներում, սրանք շատ իմաստություն, գիտելիք, փորձ ունեցող մարդիկ էին, մոգերը եկել էին արևելքից, դեպպես էլ ինձ գրված է, որ եկել էին արևելքից, ուրեմն նշանակում է սրանք եկել են հեթանոսներ, զրադաշտական կրոնի ներկայացուցիչներ, այսինքն զրադաշտական կրոնը դա արև պաշտողներն են։ Զրադաշտական կրոնի արև պաշտողները, այո, եւ ուզում եմ մի կարևոր նյուանս բաց չթողես, ինչու մոգերը, ինչու բոլորի միջից մոգերը վերկացան եւ կտրեցին այդքան ճանապարհ եւ եկան փոքրիկ մանուկին տեսնելու, այն էլ մի մանուկ, որը չէր ծնվել սովորական տանը, չէր ծնվել թագավորական պալատում, այլ ծնվել էր գոմի մեջ։ Ձեր ծանոթներից մեկը, որ ծննդաբեր էր գոմի մեջ, դուք հաստատ չէիք գնա։ Հոտագալին դեպից չով, գոմի մեջ, որտեղ կա կով, ոչխար, այծ, հավ, ծերդ, և Աստծո չծնվեց թագավորական պալատներում, ծնվեց Մսուրում, հարց ինչու, որովհետև եթե նա ծնվեր թագավորական պալատում, սավասիր, դու չէիր հասանելի լինի նրան, նա ծնվեց Մսուրում, որ ամենքը հասանելի լինեն նրան, ամեն, նա հասանելի լինի մեզ, մոգերը մարգարեությունը շատ լավ գիտեին և գիտեին մարգարեությունից, որ այս ծնված մանուկը կրակ է լինելու և քանի որ իրանք կրակ սիրող մարդիկ էին, նրանք գիտեին կրակն ինչ է, կրակի արժեքը և կրակի զորությունը, մոգերը վերցրեցին և ուխտերը լցրեցին գանձերով, ընծաներով և կտրեցին հսկայական ճանապարհ, գնան Բեթլեհեմյան աստղին հետևելով, տանեն, տեսնեն որտեղ այս աստղը տանում իրանց, և մի կարևոր բան եմ ուզում, որ դու նկատես, որ հիմա կարդալու ենք, դու սա կտեսնես, հիմա եմ ասում, որ դու ֆիքսես այս պահը, մեկ փոքրիկ կոնտեքստի մեջ աստղ բառը նշված է մի քանի անգամ։ Գիտեք, ես սովորում եմ այստեղ Վալի քալեջում և քալեջի ESL-ի դասերում ինձ մի բան են սովորեցրել, մի բան վերցրել եմ, չէ շատ բան եմ վերցրել, ESL-ի դասերում ասում են, որ եթե դու գրում ես էսե և դրա մեջ, մի կոնտեքստի մեջ, մի բառը մի քանի անգամ է նշվում, նշանակում է այդ թեմայի կարևոր subject-ը աստղն է, աստղը, հիմա դուք կասեք, չէ, կարևորը Հիսուսն է, սպասի, միթե ես աստղը կկարևորացնեմ ավելի քան Հիսուսին, բայց այս պահին մինչև մոգերը կհասնեին Հիսուսին, աստղը օգնել է նրանց, մի քանի տեղ Մատթեոսը այդ հատվածի մեջ մի քանի անգամ նշում է աստղ բառը, որը ուղղակի ուզում եմ, որ դու քո մոտ ֆիքսես և այսպիսով աստղը դարձավ նրանց համար navigation, որը սկսեց ուղղություն ցույց տալ, թվոց գրքում մի բան եմ ուզում ասեմ, գիտեք թե մեզ կարդում, որպեսզի դուք իմանաք, որ նրանք մարգարեական գրքերը գիտեին, դրա համար շարժվեցին, թվոց 24:17-ում գրված է, տեսնում եմ նրան, բայց ոչ հիմա, զննում եմ նրան, բայց ոչ մոտից, Հակոբից մեկ աստղ է ծագում և Իսրայելից մի գավազան է բարձրանում իշխանություն և Մովաբի կողքերին
զարկում է, խփում է Մովաբին եւ Սեթի բոլոր որդիներին բնաջին ջանում։ Մի աստղ եմ տեսնում, որ բարձրանում է։ Աստղ, որ ցակում է։ Այս վստահերի մոգերը կարդացել են։ Սա այն համարն է, որը մեկնաբանում է, որ պետք է ծնվեր Քրիստոսը, Աստծո որդին, եւ մատնանշում է նրա գավազանը, նրա իշխանությունը, նրա թագավորությունը իր թշնամիների դեմ, ինչը մենք տեսանք։ Բայց հիմա եք շարժվենք Մատթեոս ավետարան, երկրորդ գլուխ եւ առաջին համարից կարդալու ենք գեղեցիկ պատմությունը, այս առիթից օգտվելով թույլ ամենքիդ մի բան ասեմ, այս օրերին կարդացեք այս պատմությունները, Քրիստոսի ծննդյան պատմությունները, ինչպես նա ծնվեց, հետո երբ որ 8 օրական էր, ուր տարան Մարիամն ու Հովսեփը, երբ 40 օրական դարավ, հետո ուր տարան, ինչու տարան, որ սա շատ պարզ լինի ձեզ համար։ Կարդացեք մարգարեությունները, որոնք խոսում էին Հիսուսի մասին, այո, այս շաբաթ այդ մասին կարդացեք։ Շատ լավ։ Եվ երբ որ Մատթեոս 2:1-3 ենք կարդում, եւ երբ որ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմում, Հերովդես թագավորի օրերումը, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ եւ ասացին. որտեղ է հрьяաների ծնված թագավորը։ Ինչպես կարող եք փոքրիկ մանուկ երեխայի մեջ թագավոր տեսնել։ Ասացին, որտեղ է հрьяաների ծնված թագավորը, որովհետև մենք տեսանք նրա աստղը արևելքումը եւ եկանք նրան երկրպագելու։ Շարունակենք։ Մի հատ արդեն աստղ տեսանք։ Եվ նա բոլոր քահանայապետերին եւ ժողովրդի դպիրներին ժողովելով նրանցից հարցրեց, թե որտեղ պիտի ծնվի Քրիստոսը, եւ նրանք ասացին նրան. Հրեաստանի Բեթլեհեմում, որովհետեւ այսպես է գրված մարգարեի ձեռովը. Եվ դու Բեթլեհեմ, Հուդայի երկիր, բնավ փոքրագույնը չես Հուդայի իշխանների մեջ, որովհետեւ քեզանից իշխան պիտի դուրս գա, որին Իսրայել ժողովրդին հովվե։ Այն ժամանակ Հերովդեսը մոգերին թաքուն կանչելով նրանցից ստուգեց այն երևացող աստղի ժամանակը եւ նրանց Բեթլեհեմ ուղարկելով ասեց. գնացեք ստույգ իմացեք այդ երեխայի համար եւ երբ որ գտնեք ինձ եկեք իմացրեք, որ ես էլ գնամ նրան երկրպագեմ, հավատում ես սրան։ Չկա այդպես բան, որ Հերովդեսը երկրպագեր Հիսուսին, ասում են մոգերին հենց գտնեք, հետ եկեք։ Շատ լավ, շարունակենք։ Այստեղ կանգ առնենք։ Ես հիմա ուզում եմ մի հատ տեսնեք, որ եթե շատ անգամներ կարդացել եք եւ լսել եք բազմաթիվ ձեր կյանքի տարիների ընթացքում պատգամներ, թե մոգերը արևելքից գնացին Բեթլեհեմ, որ փոքրիկ մանուկին տեսնելու, դա չի տևել մի քանի ժամ։ Դա տևել է շատ երկար ամիսներ, որովհետեւ ես կարծում եմ համաձայն եք, որ ինձ հետ, որ կրիայից հետո ավելի դանդաղ քայլողը ուխտն է։ Օրինակ ես ու ուխտը իրար հետ յոլա չեն գնա։ Մեկ պարզ պատճառով, ես գիպերակտիվ անձնավորություն եմ, ինքը գիպեր հանգած։ Պատկերացրեք, ես չէի կարող այդ ուխտի հետ յոլա գնայի, որովհետև դե ես ինչ ճանաչելով խոստովանում եմ, ինչ եմ ուզում ասեմ, այս ուխտերը դանդաղ ճամփա ընկան եւ ուզում եմ որ դուք սա նայեք։ Մոգերի ճանապարհորդությունը արևելքից հավանաբար ասում են, որ սրանք եկել են Պարսկաստանից, Իրանից, դեպի Բեթլեհեմ երկար ճանապարհ էր, որը գնահատվում է 800-ից մինչև 1000 կիլոմետր, մայլ, 800 մայլ, 600 մայլ ձեզ մոտ, կամ ավելի տևելով շաբաթներ եւ ամիսներ։ Գիտեք, մենակ այն չի, որ իրանք նստել են ուխտերը եւ գնացել են, նրանք իրիկուններ իջել են եւ Իջևանատուն են գնացել, հանգստացել են, արևին չեն գնացել, հերիք չի ուխտի վրա են մի հատ էլ արևի տակ, արևներին չեն գնացել, փորձել են ավելի երեկոյան ժամերի գնալ, որ արևը նստած լինի, այսինքն այսքան, ես չգիտեմ, այսքան մայլը ավտոբուս, ձեր մեքենաներով որ գնայիք, 600 մայլը այստեղից որտեղ է, չգիտեմ, չեմ կարող ասել, 600 մայլը Սան Ֆրանցիսկոից ավել, մեքենայով արդեն երկար ճանապարհ է, դու կարող ես նստել քո մեքենան, միացնել կոնդիցիոները, երաշտություն եւ գնաց դեպի այդ աստղի հետևից, դա հեշտ կլինի, բայց մոգերը չունեին այդ հնարավորությունը, նստեցին ուխտերի վրա, փոշի, դժվարություններ, կիզիչ արև եւ ուխտերի վրա գնում էին, ընկերներ, այդ երեքին մեկը չլիներ հարց տալ, այսօր եք եթում, Դուք զրադաշտական կրոնի ներկայացուցիչներ, դուք
հեթանոսներ, դուք կրակապաշտ ժողովուրդ ինչ գործում եք հрьяաների այդ մանուկի հետ։ Okay, եթե անգամ դուք իրան թակավոր եք տեսնում, շատ ապրեք, որտեվ շատ իմաստուն եք, բայց ուր եք եթում, ձեզ ինչ, որ դուք գնում եք, երբևիցե հարցրել ես ինչու մոգերը գնացին Հիսուսին տեսնելու։ Դու հարցրել ես ինչու մոգերը գնացին տեսնելու Հիսուսին։ Ես ուզում եմ քեզի ասել, որովհետև կրկնում եմ եւս մեկ անգամ, լինելով կրակապաշտ մարդիկ, իմանալով կրակի արժեքը եւ զորությունը, նրանք հավատում էին, որ մարգարեները գրել են, որ սա կրակի կտոր է լինելու, եւ նրանք ուզում էին ուղղակի այդ հայացքը բռնել, եւ ես քեզ հիմա ցույց եմ տալու տեղ, որ նրանք բռնեցին այդ հայացքը։ Դրա համար են գնացել նրանք։ Այո, շատ լավ, սա որպես ինֆորմացիա, որ իմանալ։ Շարունակում ենք Մատթեոս ավետարանի 2-րդ գլուխ 7-ից 8 համարները։ Եվ նրանք, երբ որ լսեցին թագավորիցը, որ թագավորն ասեց գնացեք, իմացեք, հետո ես էլ գնամ, թագավորիցը գնացին։ Եվ ահա այն աստղը, որ տեսան երկնքումը, արևելքումը, ներողություն, նրանց առաջին գնում էր, մինչև որ եկան կանգնեցին այն տեղի վրա, ուր էր երեխան։ Ես ուզում եմ որ նկատես ճանապարհին ով է իրենց օգնել որտեղ հասնեն աստղը։ Ասում եմ, մի հատ լսեք ինչ ասում, ասում եմ, եւ երբ որ նրանք այս լսեցին թագավորիցը գնացին եւ ահա այն աստղը, մենք հենց Մատթեոս 2-րդի մեջ ենք նկատեցի, քանի անգամ աստղի անունը տալի, այդ աստղը որ տեսան արևելքումը, նրանց առաջից գնում էր, բայց մինչև որ եկան կանգնեցին այն տեղի վրա ուր էլ որ երեխան էր, ու երբ որ նրանք տեսան այն աստղը մեծ ուրախությունով ուրախացան, որտեղ աստղը նրանց բերեց ճիշտ հասցեով։ Հետո հիմա այսնային։ Եվ նրանք երբ լսեցին թագավորիցը, գնացին եւ ահա այն աստղը, որ տեսան արևելքումը, նրա առաջին գնում էին, մինչև որ եկան կանգնեցին այն տեղի վրա, ուր որ երեխան էր։ Ստեղ նայի, մի հատ էլ աստղ տեսա ստեղ։ Ստեղ էլ տեսա աստղ, շատ լավ։ Ասում եմ մինչև եկան կանգնեցին հիմա սա նայի։ Եվ երբ որ ներս մտան, տեսան էլի այդ աստղը։ Նկատում եք։ Մեծ ուրախությամբ շատ ուրախացան, որ տեսան այդ աստղը բերեց եւ այդ աստղը կարար այդ օրը փայլեր եւ վերջանար։ Աստղը որքան ճանապարհ որ մոգերը գնացել են, այդքան ճանապարհ աստղը երկնքում չի մարել։ Այդքան ճանապարհ աստղը գնացել է, գիտեք։ Այդքան ճանապարհ գնացել է, անընդհատ այդ լույսը ծագել է եւ ցույց է տվել ուր է գնալու։ Աստղը մոգերին այսօրվա ժամանակակից լեզվով ասված նավիգեյշններ, ասում եմ, բայց որ եկան այդ աստղը մի հատ էլ երևաց, վերջին անգամ իրանց հասկացրեց, տեղ եկան, երբ որ մենք տեղ ենք հասնում ինչ ասում, դուք արդեն տեղում եք։ Այո, դուք արդեն տեղում եք։ Այս աստղը համարյա sense մի բան ասել, դուք արդեն տեղում եք։ Ասում եմ, երբ որ ներս մտան, տեսան, մեծ ուրախությամբ ուրախացան շատ։ Հետո սանայիր։ Եվ երբ որ տուն մտան, գտան, ասա գտան։ Դու հիմա զարմանալու ես, որ գտան բարի փոխարեն ինչ է օգտագործված հունարեն թարգմանությունում։ Գտան երեխային իր մայրի Մարիամի մոտ եւ ընկնելով երկրպագեցին նրան եւ իրենց գանձերը բացեցին բոլոր գանձերը, ընծաներ տվեցին նրան ոսկի, կնդրուկ, զմուրս։ Ավետարանը նշում է ինչ տեսակի գանձերը, զակատարած մուրաբա չէր, մետրերով կտոր չէր, բարբարիս կանֆետ չէր, դարչին մեխակ չէր, համեմունք էր ես ժամանակի համար, ասեկավոր, ասմա բացեցին իրենց գանձերը և իրենց ընծաները տվեցին ոսկի, կնդրուկ, զմուրս, բայց ես ուզում եմ, որ դու մի հատ էլ նկատես ես տեղը, գտան երեխային, մի բան նայենք, աստղի ցուցումը տարավ նրանց դեպի բրգչի մոտ, այո, այդ աստղը երկնքից է ղեկավարվում, ինչ որ մեկը աստղին ասել է, չես մարի այնքան, մինչև մոգերը չմտնեն մսուր, և Բեթլեհեմի աստղը ցույց էր տալիս լույսի ճանապարհը, ցույց էր տալիս այնտեղ, որտեղ Հովհաննեսն ասում էր, ես չեմ լույսը, որի մասին խոսում եմ, ապա լույսն Աստծո որդին է, որ ապրում է մեր մեջ, ամեն, տուր նրան, հալելույա, բարձր ծափարություն։ Հալելույա, մի բան եմ ուզում նայես, իմաստուն մարդիկ փնտրում են Աստծուն, որպեսզի երկրպագեն նրան, ամեն, անհնազանդ մարդիկ
Փնտրում են երկրպագուներին, որ հայույեն Աստծուն, Շատ լավ, մի բան էլ նայենք, մոգերը, ես այն որ գտան երեխային չեմ մոռացել, որ պիտի ասեմ, մոգերը հաղթահարեցին բոլոր խոչընդոտները վստահ եղեր, թագավորին խոնարհվելու համար, նման մարդկանց կյանքում կա որոշակի կարգ, մոգերը, դուք ինչ գործ ունեք Հիսուսի հետ, դուք ինչ գործ ունեք այսքան ճանապարհը կտրեք, մեծ մարդիկ, ուխտերով, ավազների մեջ, անապատներով, արևելքից կտրեք, գնաք հասնեք Հրեաստան, գտնեք այդ երեխայի շոկ, կրակ, դժվարություններ, մոգերից ոչ մեկ չի պատմել յանք ճանապարհին ինչեր են ունեցել, բայց վստահ եղեք, ճանապարհը լի խոչընդոտներով, այո, գնացել են, հասել են, ինչու, որովհետև մի հատ այստեղ նայի, կարևորեցնում եմ հետևյալը, գիտեք, իմաստուն մարդիկ, իրենց կյանքում ունեն կարգ, կա չէ մարդ կարգ ու կանոնով, կարգ, նա գիտի կյանքում ինչն է առաջնայինը, ինչն է երկրորդականը, ինչի վրա իր ներդրումներն անի, սրանք մարդիկ են, որոնք հասկացել են իրենց կյանքում, ինչպես է պետք ճիշտ ապրել, որտեղ սրանից մի քանի րոպեներ առաջ ես խոսեցի իմաստուն մարդու եւ խելացի մարդու տարբերությունը, եւ մենք մեծ ճանապարհով գնում ենք։ Ծնկի եկան ասում երկրպագեցին երեխային դուք որևէ երեխայի որ գնացել եք տեսնելու հեչ ծնկել եք երկրպագել եք ու երկրպագել եք այդ երեխային արել եք այդպես բան ուր եք գնում ենք մի հատ երեխայի ծնվել երկրպագենք նրան չկա այդպես բան այո այս մոգերին ով ասաց որ պետք է այս երեխային այս ծնված երեխային դուք երկրպագեք ինչ տեսան մոգերը փոքրիկ երեխայի մեջ կասկած չունենաս նրանք տեսան համաշխարհային առաջնորդին տեսան աշխարհի մեծագույն առաջնորդ, աշխարհի փրկիչ, աշխարհի թագավոր, տանուտեր Հիսուս Քրիստոսին, ամեն, հալելույա։ Ուրեմն այն գտանն եմ ուզում անպայման ասեմ ձեզ, այն որ ասում է եւ գտան երեխային բարի փոխարեն հունարեն օրիգինալ թարգմանությունում նշանակում է եւ երեխան հայացք գցեց նրանց վրա։ Մոգերը գնացել էին այս մի հատ նպատակի համար, որ այդ կրակոտ երեխան մի հատ նայել, որովհետև գիտեին նրա մեկ հայացքից վերցնելու են այդ կրակը, երբևիցե մտածել էիր այդ մասին, մարդիկ ճանապարհ կտրեցին, հիմա դու գանձերի տեսակները կտեսնես ինչեր են տարել, ինչ արժեքներ են ներկայացրել մեկ բանի համար, գրված է գտան երեխային մոր հետ եւ գրված է այդ գտան բառի փոխարեն հունարենում գրված է եւ նա իր հայացքը ուղեց դեպի մոգերին եւ մոգերը բռնեցին Հիսուսի հայացքը նրանք դրա մեջ տեսնում էին ապագա լիդեր նրանք դրա մեջ տեսնում էին աշխարհի փրկիչ տեսնում էին կրակոտ մեկը որ գրված է գավազանդ կարդացինք այո Միքայի մեջ թվոցի մեջ կարդացինք գրված է գավազանդ աչու ձախ թշնամիներիդ կջարդի այո եւ նրանք վայր ընկան ուրեմն եւ այս ամենը արդեն բացատրեցինք վայր ընկան մոգերը հիմա տեսնենք սենց մի հատ տեղ հայտնության գրքում ուզում եմ իրար հետ նայենք հայտնության 5:14-ում վայր ընկնելու վրա ենք դեռ նայում երկրպագությունը եւ 4 կենդանիները ասում էին ամեն եւ 24 երեցները ընկան ինչպես մոգերը ընկան եւ երկրպագություն արեցին նրան որ կենդանի է հապիտյանս հավիտենից մոգերը բոլորից շուտ հասկացել էին որ սա ով է այո սա Քրիստոս թագավորն է աշխարհի համաշխարհային առաջնորդը ամեն փառք Տիրոջը աշխարհի մեծագույն առաջնորդ այո աշխարհը չի ունեցել նրա նման առաջնորդ աշխարհը չի ունեցել նրա նման լիդեր եւ չի ունենա որովհետեւ նա միակն է ամեն փառք Տիրոջը երեցները վայր ընկան երկրպագություն արեցին ուզում եմ մի հատ տեսնես երկրպագություն ինչ է երևի քեզ համար երկրպագություն նշանակում է եղբայր ջան դանդաղ նվագեք դուք էլ դանդաղ երգեք դա է երկրպագությունը ոչ երկրպագություն բառը նշանակում է վայր ընկնել գետին խոնարհվել երկրպագությունն արտահայտել ֆիզիկական գործողություններով որներ երեցների 24 երեցների եւ մոգերի
վայր ընկնել երեսնի վայր այն մեկի առաջ, որի առաջ դաժե չէին հարմար գտնում ուղակի կանգնել, նա այն մեկն էր, որի առաջ երեսնի վայր պիտի վայր ընկնեին։ Սա է երկրպագությունը, որը դրսևորվում է ֆիզիկական գործողություններով։ Երկրպագություն չի նշանակում դու միակն ես թե երկրպագություն ժամն է եկել։ Լա 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 լա։ Ինչ եք անում, երկրպագում ենք։ Ուզում եմ մի քանի վայրկյան ավել մնա երկրպագություն բառը ինչ է նշանակում։ Պիտի սովորենք, որ երբեմն կգա մեր կյանքում ժամանակներ, որ դու կանգնած չես աղոթի, որ դու վայր կգնես նրա ներկայության մեջ։ Ամեն, ամեն, ալելույա։ Շարունակենք Մատթեոս 2:11-ը։ Մի հատ նորից նայենք սա։ Եվ երբ որ տուն մտան, գտան։ Հիմա ես գտանը հանում եմ և դնում եմ, և նա իր երեսը դարձրեց դեպի մոգերին։ Նա իր հայացքը գցեց մոգերի վրա։ Սա է գրված օրիգինալում։ Մի բան եմ ուզում նայենք Եսայի 60-ից։ Եսայի 66-ում գրված է։ Նայեք, գրված է. Ուխտերի երամակը պիտի ծածկե քեզ, Մադյամի և Գեփայի ուրեմն կոգրակները, բոլորը Սաբայից են գալիս ոսկի կնդրուկ բերելու և տիրոջ գովասանքներն են ավետելու։ Ուզում է ասի, որ այս ուխտերի երամակը մարգարեն մի բան է տեսել, Քրիստոսի ծնվելուց 100-ավոր տարիներ առաջ մարգարեն մի բան է տեսել, ուխտերի երամակ, որոնք գալիս են Սաբայից այստեղից և այնտեղից և երկրպագելու են և բերելու են, նշում է տեսեք, կնդրուկ ոսկի, արժեքավոր բաներ, որոնք հենց նույնը բերել էին իրանց հետ մոգերը։ Նկատում եք, մոգերը գիտեին ինչ տանեին։ Մոգերը գիտեին ինչ տանեին։ Ես մի քանի բան եմ ուզում, որ դու նայես։ Մոգերը բերեցին Հիսուսին գանձեր, բոլորս իմացանք։ Ընծաներ, դրանք գանձերի հսկայական հավաքածու էր։ Մոգերը բերեցին Հիսուսին կոնկրետ ոսկի, կնդրուկ, զմուրս։ Հիմա ես այս 3 բաները, որ բերել են, սրանց նշանակությունն եմ քեզ ասելու։ Ինչու նրանք չբերեցին արծաթ, մետաղեր թե ոչ։ Այն ժամանակներում արծաթը արժեք ուներ, արծաթյա հազարումի զարդեր, արծաթյա ուրեմն արծաթ, պղինձ, մետաղադրամներ կային, հա, արծաթից և պղնձից մետաղադրամներ, տան սպասքներ կային և այլն, ասենք ինչու չբերեցին, մեկ ուրիշ տեսակի, ասենք ուրիշ, օրինակ ոսկու փոխարեն ուրիշ բան բերեին, կնդրուկի փոխարեն, ասենք բերեին արևելյան քաղցրավենիքներ, լավ համեմունքներ, այն ժամանակ այնքան թանկ էին այդ ամենը, այնքան թանկ էին։ Մարդիկ ուրիշ երկրներից ուխտերով բերում էին այդ համեմունքը, դա վալյուտայի պես մի բան էր համարվում։ Բայց չէ, նրանք կոնկրետ բերեցին ոսկի, կնդրուկ և զմուրս, որքանով է սա անհրաժեշտ եղել Հիսուսին։ Թագավորին գանձերով պատվելը վստահեղի ոգերի համար դանորություն չէր։ Նրանք լինելով թագավորների մոտ հաճախակի, նրանք գիտեին, թե ինչպես պետք է պատվել թագավորին։ Այդ իսկ պատճառով իմանալով, որ նորածին երեխան, մանուկը, որը Մարիամից ձեռքներ, դա նույն թագավորն է, նրանք նույն ձև եկան նրան պատվելու, ինչպես պատվում էին ուրիշ թագավորների։ Շատ լավ։ Հին ժամանակներում, եթե որևէ մեկին այսպիսի, ուրեմն թանկ գանձերով պատվում էին, դուք մի քիչ առաջ տեսաք, որ մարգարեությունում նույնպես գրված էր, թանկ գանձերով պատվում էին, դա խոսում էր այն անձնավորության մասին, ում որ եկել էին պատվելու, իր ստատուսը ոնց է։ Դուք նկատում եք ամեն մարդու ծնունդին և առիթին չէ, որ դուք նույն նվերն եք տանում։ Օրինակ խնամիներին լավ եք տանում, որ երեխաներին չնեղեն։ Այտենց, չէ։ Ասում ես խնամիներին լավ տանենք, մեր աղջիկը ընդեղ է, չասեն մերը թերը տես ինչ են բերել։ Բայց ասենք, որ կողքի հարևանի ծնունդն է, ասում ես մտել էի ռոս, անենց լավ շերեփ եմ տեսել։ Այդ շերեփը առած ռոսի բանն է վրից պոկում ես, որ չէ, այդ ռոսից այդ շերեփը առած, ես էլ ունեմ սրանից այնքան լավն, ասացի քեզի բերեմ։ Այտենց է թե չէ։ Բոլորը ձայն չեն հանում, բոլորդ այտենց եք անում։ Դրա համար մինչև այսօր ռոսը չի փակվում։
բոլոր խանութները փակվում են, Ռոսը չի փակվում։ Որտեվ Ռոսի առևտուրը շատ պահանջարկ ունեցող է հարևանների համար եւ անորակ բարեկամների համար։ Լավ, մի քիչ ուրախացի դու աստոտանն ես։ Ասելիքս որն է, նման գանձեր բերում են միայն այնպիսի անձնավորությանը, ով բարձր ստատուս ունի։ Աստվածաշնչյան գիտակներն ասում են, որ այն գանձերը, որը մոգերը բերեցին Հիսուսին, չէ՞ որ այդ երեխան չէր վերցնելու ասել, մի հատ տեսնանք էսի վալյուտայի վերածենք ինչքան անելու, դե իմանանք ինչ ենք անելու։ Այս գանձերը նրա ծնողները օգտագործել են տարիներ շարունակ իրենց որդուն պահելու, մեծացնելու համար։ Չէ՞ որ այս գանձերը բերեցին, եւ չէ՞ որ այս գանձերը ծախսվեցին, դրանք արվեցին Աստծո որդուն պահելու, խնամելու, կերակրելու համար։ Աստված գիտի քեզ ինչպես կերակրի, ինչպես իր որդուն, այնպես էլ քեզ։ Ամեն։ Իսկ հիմա եկեք մոտենանք նրան, թե ինչ են իրանցից ներկա։ Կամ մարդ որ այսօր ինչ-որ մի բան վերցնում է, Ալելույա։ Դու շատ անգամ էի լսել ծննդյան մասին պատգամ, դու շատ անգամ էի լսել մոգերը եկան, մոգերը գնացին, բերեցին եւ այլն։ Մի քանի նախադասություն միգուցե նաեւ անգիր է իրար է, բայց մենք այսօր գնում ենք այդ պատմության խորություններով։ Այո, հիմա նայելու ենք իրանից այդ ոսկի կնդրուկ զմուրսը ինչու բերեցին, ինչու չբերեցին ուրիշ նվերներ, ավելի թանկ թեկուզ ավելի թանկ, բայց չէ, իրանք բերեցին հատուկ այս երեք տեսակը, որքանով այս երեք տեսակը պատկանում էր Հիսուսին, կամ դա պետք էր Հիսուսին, կամ դա ուներ իր մեջ գաղտնի մեսեջ։ Եկ սկսենք ոսկուց չսկսենք, ինչից սկսենք։ Եկեք տեսնենք ինչ էին իրենցից ներկայացնում մոգերի բերած ընծաները։ Համար առաջին բանը, որ հիմա կտեսնենք, ոսկին։ Իմիջալու շատ է թանկացել։ Նա միշտ ժամանակների մեջ եղել է ազնիվ մետաղ, թանկակ վալյուտա, մի բան, որը երբեք իր գինը չի գցել, գնալով ավելի, ասենք, ավելի թանկացել է։ Ոսկին ինչ է խորհրդապատկերում, որ երեք մոգերը դուրս գալուց առաջ արևելքից նստեցին խորհուրդ արեցին։ Մենք գնում ենք երեխայի ծնունդին, մենք գնում ենք երեխային տեսնելու, դատարկ ձեռքերով չեն գնա, այո, անշուշտ, բա ինչ ենք տանելու, մոգեր, ինչու մտածեցիք, որ այս երեք բանն է նրան պետք։ Ոսկին նա խորհրդապատկերում է, այն խորհրդապատկերում է, որ նա Հիսուսը թագավոր է։ Ոսկին նվիրում էին թագավորներին, քանի որ դա այն ժամանակների եւ հիմա էլ ամենաթանկ մետաղներ համարվում։ Ոսկի բերելով Մարիամին եւ Հովսեփին տալով նրանք ուզում էին ասել, մենք եկել ենք թագավորին պատվելու, որովհետեւ ձեր որդին թագավոր է։ Ամեն։ Հաջորդը նայենք։ Կնդրուկ, դա խունկ կոչվածն է։ Այն օգտագործվում էր երկրպագության ժամանակ, երբ երգում ենք, հալելույա։ Կնդրուկը օգտագործվում է երկրպագության ժամանակ։ Կնդրուկից պատրաստում էին հատուկ զոհասեղանի համար ծխող խնկի հետ ինչ-որ մի խառնուրդ, տենց պատրաստում էին քահանաները, ավագ քահանաները, ամեն քահանա իրավունք չուներ այս ուրեմն բուրվարը վառել, այդ խնկերի այդ հավաքածուն պատրաստել, համամունքներ մեջը դնել, ոչ մեկ իրավունք չուներ, բացի ավագ գերագույն քահանայապետից։ Ես չեմ կարողանում շարունակեմ նախադասել, չէ, պիտի չշարունակեմ, պիտի ասեմ Եբրայեցից թուղթն ասում է, նա մեր գերագույն քահանայապետն է։ Ամեն, հալելույա, փառք Տիրոջը։ Հալելույա, կնդրուկ, որը պետք է երկրպագության ժամանակ, որտեղ կնդրուկից պատրաստում էին հատուկ զոհասեղանի համար ծխող խնկի հետ ինչ-որ մի խառնուրդ էին անում, որը շատ հաճելի հոտ էր արձակում եւ ամեն տարի Երուսաղեմում մոտավորապես տաճարում օգտագործում էին 320 կիլոգրամ կնդրուկ։ Ես ձեր փաունդով գրել եմ 320 կիլոգրամ կնդրուկ օգտագործում էին քահանաները եւ հիմա ես ուզում եմ որ դու այսա մի տեղ ենք տեսնելու թե զմուրսն տեսնենք հետո նորետի տեսնենք լավ ինչ էր իրանից ներկայացնում դա նաեւ խորհուրդ ուներ կնդրուկը բերեցին զմուրս մերոն բառը մյուրան բառն է դուք շատ եք լսել սա զմուրս դա քահանական ծառայությունների ժամանակ օգտագործվող հատուկ մի նյութ էր ինչպես նաև մահացածների մարմինները պատելու համար զմրսել զմուրս զմրսել
դուրս է եկել այդ զմուրսից, որովհետև դրանով քսում էին, ինչու, որովհետև մարդկանց, որոնց դնում էին, չէին թաղում, գիտեք, գերեզմանները դամբարանների նման էին, ինչպես Հիսուսին հիշում եք դրեցին մի գերեզմանի մեջ, ընդեղ գետինը փորել, թաղել, այտենց բան չկար, որովհետև եթե մի քանի օրեր անցնում, որ գնում էին այդ մեռելի համար, մի խոսքով աղոթում էին ընդեղ, խունկ էին ծախում, ինչպես Մարիամը մնացած կանանց հետ արեց, դա նպատակ ուներ։ Ինչու են այսօր մարդիկ գերեզմաններ տանում խունկ։ Դու կարիք չունես տանել, որովհետև ոչ մի մեռել քեզանից չի վիրավորվելու։ Այն ժամանակ տանում էին, որովհետև այնտեղից հոտ էր գալիս, շատ վատ հոտ, որտեղ դամբարանները բաց էին։ Այո, մեռելները ծածկված չէին ոչ հողով, ոչ մի բանով, դրա համար վերցնում էին այս անուշ հոտերը, խառնում էին իրար, չմտածես մենք գերեզմաններում այսքան են գցում, որովհետև հոտ չի գալիս, ասում եմ պատղոց գցում է, բայց իրանք ամաններով էին բերում ու այդ վառում էին, այդ հոտ ամբողջով էին այդ տարածքում տարածվում էր, որը ծածկում է այդ փթած մարմինների հոտը։ Պարզ է։ Եվ այս ամբողջը իմացակ քո խորհուրդը նրանում էր, որ նրանք տեսան նրան թագավոր, նրանք տեսան նրան քահանա եւ նրանք տեսան այն մեկին, որ վաղը գերեզման է դրվելու եւ նրա մարմնի համար զմուրս է պետք։ Դա դրա համար էին օգտագործում։ Նոր կտակարանում։ Նոր կտակարանում ներողություն, նոր կտակարանում հայտնության 5-րդ գլխում մի քիչ առաջ կարդացինք, որ երեսները երեսնիվայր ընկան, բայց հիմա մի ուրիշ բան եմ ուզում տեսնեմ վերաբերվող խունկի խորհրդապատկերին։ Եկեք միասին նայենք։ Հայտնության 5:8-ում գրված է. երբ որ գիրքն առավ 4 կենդանիները եւ 24 երեցները ընկնում էին, տեսեք, շարունակական գործողություն է ցույց տալի, ընկնում էին գարի առաջին, ամեն մեկը ունեին քնարներ, ոսկի բուրվարներ, խնկերով լիքը, ուշադրություն այս մասը լսի, որն է սուրբերի աղոթքը, քո բարձրացրած աղոթքը երկրի վրայից երկնքում հասնում է խունկի հոտի պես, աղոթիր, ամեն, մեկ բան ունենք, մեկ ուրիշ բան նայենք, Սաղմոս 141-ը, իմ աղոթքը, ասեց Դավիթը, թող ընդունելի լինի ինչպես խունկ քո առաջին, իմ ձեռքերի բարձրանալը իրիկվա պատարակի պես, աղոթքս ընդունելի լինի ինչպես խունկ, նկատեցիք, աղոթքը խորհրդապատկերն է խնկի, երբ որ դու աղոթում ես, Դավիթը վերցրել է երեկոյան պահին պատարակի պես, Եվ աղոթում եմ պատկերացրու Տեր պատարակ եմ մատուցում քեզ, ու այդ պատարակի ժամանակ պարտադիր պետք է այդ կնդրուկը, այդ որ անուշ հոտ ունի, այդ կնդրուկը պիտի օգտագործեի, չեմ օգտագործում, կնդրուկը դա իմ աղոթքն է, հոտոտիր Տեր, եւ թող այն քո քիմքին անուշ լինի, ամեն, ալելույա, ամեն։ Այս ամբողջը պարզել կարող եմ առաջ գնալ, մի հատ եմ բան ուզում նայենք, շատ բան ենք նայում և նայելու Քրիստոսի ծնունդը, մոգերի ընծաները, դրանք բոլորը նրա խաչելության մասն էինք ասում, խաչվելու էր աշխարհի փրկիչը, թագավորը, այդ ոսկին էր, նրան խաչից իջացնելու են և զմուրս էին քսելու նրա վրա, մոգերը դա բերել էին, կնդրուկել էին բերել, որ հիշացնային խաչվում է մեր գերագույն քահանայապետը, որը բարեխոսում է երկնքում մեզ համար, ամեն, մի հատ բան նայենք, ինչին հետևեցին մոգերը, Բեթլեհեմի աստղին, որը տարավ նրանց դեպի կյանքի լույսի մոտ, այս մասին Հովհաննեսն է նաև խոսում, կյանքի լույսի մասին, որ կյանքի լույսը ծագեց մեր սրտերի մեջ, այո, ես մի կարևոր բան եմ ուզում քեզ ասել,
Եթե մոգերը հետևեցին Բեթլեհեմի աստղի լույսին եւ այդ լույսը տարավ նրանց դեպի Քրիստոս մանուկի մոտ մսուր, ապա ես ուզում եմ քեզ հարց տամ, այստեղ նստած ամեն մեկին, դու քո կյանքում լույս տեսնում ես? Թե դու ինչ-որ մի հատ լույս ես փնտրում քո կյանքում, մի փնտրիր լույս այս խավար աշխարհում ոչ մի դեպքում, մի փնտրիր լույս ոչ մարդկանց մեջ, մի փնտրիր լույս բարեկամներիդ մեջ, մի փնտրիր լույս ֆինանսների մեջ, որովհետև կյանքի լույս կոչվածը Հիսուս Քրիստոսը վաղուց արդեն ծագել է քո սրտի մեջ, լույսն ապրում է քո ներսում, լույսը չի ապրում դրսերում, Հայտնության 22:16 ասում է Հիսուսն է առավոտյան փայլող աստղը, հալելույա, փառք Տիրոջը, լույսը փնտրի քո ներսում, ամեն, հալելույա, փառք Տիրոջը, փառք Հիսուսին, նա է morning star, առավոտյան փայլող աստղը, քանի մարդ է երբևիցե շատ մթնաշաղին արթնացել, եթե դու մթնաշաղին արթնացել ես, որը տևում է 5-ի մոտերը, հələ արևը չի ծագել, դաժե 5-ը չկա, ուշադրություն դարձրու, երկնքում մի հատ աստղ կա, մի հատ աստղ, Հայտնության 22:16-ն ասում է, այդ morning star, առավոտյան փայլող աստղը, նա ծագել է մեր սրտերում, հանկարծ այս աշխարհից լույս չփնտրես, դուք լույս եք փնտրում այս խավարում, չփնտրես, սա խավար է, չփնտրես ամենակ խավարը տալու, լույս ես փնտրում բարեկամներիդ մեջ, բաց թող իրանց, լույս ես փնտրում տանոթ անդամների մեջ, ֆինանսների մեջ, բաց թող, լույսը ծագել է քո սրտում, լույսը ապրում է քո մեջ, լույսը փնտրիր ներսումը, եւ ինչ-որ մեկն ասեց ամեն, ինչ-որ մեկը բացականչեց եւ ասեց հալելույա, ամեն, դուր բարձր ծափարություն նրան, հալելույա, եկեղեցին նման է հին Բեթլեհեմի նոր մսուրին, որտեղ իր զարգացումն է ապրում փոքրիկ մանուկը դուք նույնպես մի մսուրում եք, Հիսուսը ծնվեց Բեթլեհեմի մսուրում, սա էլ մի ուրիշ մսուր է, որտեղ դուք եք զարգանում, Հիսուսն այլևս մանուկ չէ, Հիսուսը այլևս աճելու և մեծանալու կարիք չունի, բայց մենք հին Բեթլեհեմի մսուրի նոր տեսակն ենք, որտեղ աճում ենք ու մեծանում ենք հասնելու Քրիստոսի լման հասակին և բոլորն ասեցին Հալելույա, գիտեք, ինձ միշտ պատմության վերջերը հետաքրքրում է, օրինակ ես ուզում եմ իմանալ, այս մոգերը որ եկան և այսքան նվերները տվեցին, ինչ եղավ սրանց հետ, ուր գնացին սրանք, մի հատ այստեղ մի բան ֆիքսեմ, Մատթեոս ավետարանում 2-րդ գլխի 12-րդ խոսքում գրված է, և մոգերը այդ օրը գիշերը երազ տեսան և ինչ-որ մեկը ասաց նրանց չգնաս Հերովդեսի մոտ, որովհետև Հերովդեսն ասել է գնացեք, ինչ-որ տեսալ եք եկեք ինձ պատմեք, որ գնամ գտնեմ դրա գլուխը, պոկեմ այդ ովը, որ իրավունք է վերապահել, Հայաստանի մեջ ասի, թե ես եմ թագավորը Հերովդեսից այն կողմ, բայց ինչ-որ մի բան կատարվեց գիշերը, ինչ-որ մի երազ տեսան մոգերը, և այդ երազի մեջ ինչ-որ մեկը ասաց նրանց տուն գնացեք, չգնաք Հերովդեսի մոտ, չպատմեք տղայիս տեղը, չասեք որտեղ պիտի սնվե, որտեղ եթե ասեք Հերովդեսը կսպանի նրան, բայց եթե չասեք, դուք կօգնեք աշխարհի միլիարդավոր մարդկանց նրա միջոցով փրկություն գտնել։ Մի նկար նայենք։ 6-րդ դարի արիացի գրողի կողմից գրված մի հին փաստաթուղթ նշում է, սա նայիր, նշում է, որ Հնդկաստան գնալու ճանապարհին Թովմաս Սարաքյալը այցելել է այդ մոգերին
եւ պատմել նրանց Հիսուս Քրիստոսի խաչելության, հարության մասին ամբողջ պատմությունը, որ դուք, որ 33 տարի առաջ եկաք Բեթլեհեմ, այդ փոքրիկ մսուրի մեջ եւ գտաք մի մանուկի, ում բերեցիք ձեր գանձերը, ձեր ընծաները տվեցիք, դուք գիտեիք արդյոք, որ դա աշխարհի փրկիչն է։ Նա մեծացավ։ Նա ավետարան է քարոզեց արքայության ամբողջ Հրեաստանում եւ Հրեաստանի շուրջ։ Հետո նրան ծեծեցին, նրան մատնեցին, նրան ենթարկեցին անպատվելի թարավանքների, ճազմեցին, արնակ համարեցին։ Լսել եք արդյոք այդ պատմությունը, պատմեց Թովմասը Մոգերին, որ Աստծո որդին խաչի վրա լուր արնական եղավ, այդ Բեթլեհեմի մսուրում ծնված մանուկը նա խաչվեց, բայց նա երրորդ օրը մեռելներից հարություն առավ։ Ահա մոտ էի գնացել 33 տարի առաջ, ձեր ընծաներով եւ ձեր նվերներով դուք տեսել եք Աստծո որդուն, դուք վերցրել եք նրա հայացքից այդ կրակը եւ ես Թովմասս նրա աշակերտն եմ եւ այս պատմության վկան։ Ես իմ ամբողջ սրտով հավատում եմ, որ Աստված Մոգերին հենց այնպես չթողեց։ Ես հավատում եմ, որ Աստված Մոգերին անպայման օրհնել է։ Օրհնել եւ ապահովել է նրանց կյանքը, նրանց ճանապարհը եւ պատմությունը մեզի ցույց է տալիս, որ այդպես էլ Հերովդեսը այլևս Մոգերին չճանաչեց։ Փառք Աստծուն, ամեն։ Ուզում եմ, որ դուք առնես ոտքին։ Ավարտելով այսօրվա իմ խոսքը, ուզում եմ մի կարևոր բան նշեմ, եթե դու գնաս տուն կարդաս Մատթեոս ավետարան 2-րդ գլուխը, դու կհամաձայնվես ինձ հետ։ Գրված է, որ հովիվներ տեսան Բեթլեհեմի այլող աստղին, շատ մարդիկ տեսան այդ աստղին։ Գիտես, այնպես չէ, որ մենակ այդ Մոգերը տեսան, չկա տենց բան, բոլորը տեսան։ Եղել է, որ գիշերը բոլորը քնած են, դու արթնացել ես։ Շխկոցա, լխկոցա, դխկոցա, բոլորը քնած են, լսում ես, տեսնում ես, չէ՞, դուրս ես գալի, տեսնում ես ինչ-որ մի բան է տեղի ունենում, այսինքն այդ մի քանի հովիվը չէին մենակ այդ օրը արթուն, մեկ էլ էս Մոգերը։ Շատ մարդիկ հնարավոր արթուն են եղել, շատ մարդիկ, այո, բայց այս երեքը գնացին նրան տեսնելու։ Ինչ եմ ուզում ասեմ, շատերն են լսել Քրիստոսի մասին, շատերին է քաչ հայտնի Բեթլեհեմյան հայտնի պատմությունը եւ Բեթլեհեմի աստղի այս զարմանալի, այս հրաշալի պատմությունը, աշխարհի ամենահայտնի աստղի մասին այսօր խոսեցինք, որը դարձավ նավիգատոր, navigation Մոգերի համար, որը տարավ այդ լույսը աստղի, տարավ ուղիղ փրկչի մոտ, աստղ, որը առաջնորդեց դեպի փրկիչը։ Շատերն են այսօր լսել նրա մասին, բայց համաձայնվեք, որ շատերն են ու քչերն են, որ այդ լույսին follow են անում, հետևում են այդ լույսին։ Շատերն են ասում, օ, ես որ ճանաչում եմ Աստծուն, դուք որտեղ էիք, օ, մեռնեմ Աստծո զորությանը եւ այլն, բայց դա խոսքեր են ընդամենը, ինքն էլ դատարկ, ինքն էլ փուչ։ Կարևորը որ հասկանաս, կա մի լույս, Հովհաննեսն ասում է կյանքի լույսը, ծագեց մեր սրտերում եւ լույսը մեր խավարի մեջ լույս բերեց, որովհետեւ մենք այն մարդիկ էինք, ասում է Եսային, որ գնում էինք խավարի մեջ եւ խավարի մեջ գնացող ժողովուրդը լույս տեսավ եւ այդ լույսը մեզ ազատեց հավիտենական խավարից։ Շատերն են այդ լույսի մասին լսել, բայց քչերն են նրա հետևում։ Այո, քչերն են որ կգան իրենց գանձերով եւ ընծաներով կպատվեն Աստծուն եւ քչերն են որ Մոգերի նման վայր կընկնեն նրա առաջ հայտարարելով իմ կյանքում կա մեկ երկրպագության արժանի անձ դա դու ես Տեր
Դա դու ես խոնարհվել Հիսուսի առջև, լավագույնը տալ Տիրոջը, կյանքի լավագույն տարիները տալ ծառայության համար նրան, քո լավը տալ, քո քրտինքը տալ, քո եղածը, քո ձայնը, քո արցունքը անգամ վստահել նրան։ Շատերն ասացին, «Օ, մենք սիրում ենք Աստծուն, օ, մենք գրքեր ունենք մեր տներում բազմաթիվ կտակարաններ», բայց Բեթլեհեմյան հին Մսուրի խորհրդան պատկերը որն է այսօրվա եկեղեցին քչելն են գալիս այստեղ եւ սա Հիսուսը ֆիքսում է։ Ասաց ամեն Տեր կանչող չի մտնի արքայություն։ Ամեն Տեր կանչող չի մտնի։ Բաով կմտնի Տեր։ Բաով։ Ես հավատում եմ, ես գիտես մեր տանը քանի հատ խաչ ունեմ Տեր, արի գնանք ցույց տամ։ Արի ցույց տամ թե մեր գրապահարանում քանի հատ ավետարան կա։ Վայ Տեր։ Դա Հիսուսին պետք չէ։ Պետք է որ այդ մանուկը ծնվի քո ներսում։ Աստված ձեզանից ոչ մեկի այստեղ նստած չի ակնկալում, որ դուք ճոխ սեղաններ անեք, պարտքերի տակ ընկնեք, նոր տարի անեք, որ ապացուցեք, որ դուք շուքով եք տնում Քրիստոսի ծնունդը։ Ոչինչ կարող էլ չունենալ սեղանից, ոչինչ ու դրանից աբսոլյուտն է երկինքը չնեղվի։ Բայց այդ օրը սեղանին ունեցիր Աստվածաշունչը, մատը դիր այնտեղ, որտեղ Բեթլեհեմի աստղը տարավ ցույց տվել այն մանուկին, որը լինելու է աշխարհի ամենահայտնի առաջնորդը։ Կարդա նրա մասին ու տես, այդ լույսը ծագել է քո մեջ, այդ լույսը ցրել է քո կյանքի խավարը, թե դու ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա այդ նույն խավարի մեջ ես, այդ նույն հայոյողն ես, այդ նույն ստողն ես, այդ նույն չարախոսողն ես, այդ նույն բամբասողն ես, այդ նույն չներողն ես, թե նա եկել է, որ ինչ-որ մի արմատական բան թողի քո մեջ։ Եթե այսօր դու քայլում ես ներման մեջ, եթե դու քայլում ես սիրո մեջ, եթե դու կարող ես ներել մարդկանց, եթե դու կարող ես սիրել մարդկանց, հատկապես նրանք, ովքեր քեզ ցավ են պատճառում, դա խոսում այն մասին, որ կենդանի Աստծո որդին իր մսուրը հիմնել է քո սրտի մեջ։ Նա ծնվել է, լույսը ապրում է քո ներսում, եւ նա ամեն օր քո թույլատրությամբ կսկսի ցրել խավարը։ Գիտեք, ես շատ հավատացյալների հետ եմ հանդիպել 3 տասնյակ տարիներ ավել ծառայելուց Աստծուն, բայց ես այնքան եմ ուզում, որ այսուհետև հանդիպեմ այնպիսի հավատացյալների, ում աչքերը ավետարանում են Քրիստոսի մասին, ում աչքերի մեջ կա ծով խաղաղություն, որովհետև ինչ որ կա քո ներսում, աչքերը մարմնի հայելին են, ծով խաղաղություն, որ նայեմ քեզ ասեմ, այս եղբայրս, այս քույրս ինչ սիրով լցված հոգի է, ինչ ներող, ինչ շնորհքի Տեր, հիշում եք մի Արմեն եղբայր ունեինք, իր ներկայությունը այստեղ կանգնած, օրինակ էր թե կանանց եւ թե տղամարդկանց համար, եղբայր, որը ներկայացում էր համեստության տիպար, խոնար, թող մեզ ամեն մեկը տեսնելուց, այս տարի մինչև տարին կբոլորես, կվերջացնես, մի աշխատիր բլինչիկների վրա, աշխատիր քո վրա։ Հիսուսին հետաքրքիր չեն այդ բլինչիկները, Հիսուսին հետաքրքիր է, որ ամեն քեզ նայողը եւ ասի, դու հավատացյալ ես, օ, ինչից իմացաք, աչքերիդ մեջ խաղաղություն կա, աչքերիդ մեջ սեր կա։ Ես կներես քեզ նորը վիրավորական խոսք եմ ասել, դու ասում ես, ինչ, ես չեմ էլ հիշում, Աստծո մարդը պիտի մոռանա, Աստծո մարդը պիտի իմ հիշի, որ ինչպես իր մեղքերը Հիսուսը կռնակից ընկում շպրտեց, այնպես էլ ինքը պիտի շպրտի։ Հավատացյալ դա չի նշանակում խոսքերով ասել ես գնում եմ եկեղեցի, ով տեսեք ես այստեղն եմ զբաղացնում, ես ամեն կիրակի այստեղն եմ զբաղացնում։ Հավատքը թամ չի, փրթած մածուն չի։ Հավատքը դա լուրջ մարդկանց համար է։ Մարդիկ, ովքեր կվերցնեն Աստծո խոսքը, որը պահի տակ կվերածվի սրի ու թույլ կտան, որ այդ սուրը կտրտի իրանց ներսում ամեն ավելնորդ բեկոր, որը փառք չի բերում Աստծուն։ Իմ կոչն է ձեզ։ Ես կարծում եմ մենք ունենք երկու դերձարայություն,
Եվ այդ երկու ծառայությունը նույնպես վերաբերվելու է նրա ծննդյանը։ Ուզում եմ, որ մինչև տարվա վերջ բոլորս Տիրոջը խոսք տանք ինձանից սկսած։ Եկեք մաքսիմում աշխատանք տանենք մեզ վրա, որ Քրիստոս աստղի պես, կյանքի լույսի պես փայլի մեր ներսում ու մեր Քրիստոսին դիմացի անհավատ մեռնող ու կործանվող ժողովուրդը կամենա։